ըստ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տվյալների Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո մենք թողել ենք ավելի քան 170,000 հուշարձան։ Եկեղեցիներ, խաչքարեր եւ ոչ միայն։ Ինչ հուշարձանների մասին է խոսքը, մանրամասները կներկայացնի հիմնադրամի համատնօրեն Ռաֆիկ Քորթոշյանը, շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար։ Պարոն Քորթոշյան, նախորդ 110 տարիների ընթացքում ինչքանով է հաջողվել քարտեզագրել, որպեսզի հանգել այն թվին, որը ներկայացնում է հիմնադրամը, ավելի քան 170,000 հուշարձան։ Իրականում մեր հուշարձանները այնքան բազմաբնույթ եւ այնքան բազմականակ են եղել, որ եւ այդ ժամանակ չի հաշվառվել եւ դրանից հետո բարձ պատճառներով հնարավորություն չի եղել հաշվառելու։ Այսօր էլ դրանց արդեն այդ թվի 98%-ը մոտավորապես ոչնչացված են, իսկ այդ թվերը մենք հաշվարկել ենք մոտավոր հաշվարկներով, երբ 30,000 քառակուսի կիլոմետր մեր այսօրվա Հայաստանում արդեն տարիների ընթացքում մշակույթի նախարարությունը հաշվառում է հուշարձանները եւ ընդհանուր հայկական բնորանում համաչափ է հուշարձանների տարածվածությունը եւ այս մեր Հայաստանում ունենք այս պահին 25,000 հաշվառված հուշարձան, անշուշտ սա եւս այդ ամբողջական թիվը չէ, որովհետեւ դեռ այսօր էլ շարունակվում են նորահայտ հուշարձաններ հայտնաբերվել եւ Արևմտյան Հայաստանը, այսինքն հայոց բնորանի այդ հատվածը 7 անգամ ավելի մեծ է այս տարածքից, հետևաբար այդ պարզ հաշվարկներով մենք մտածում ենք, որ 170,000-ից ավել պետք է հուշարձան եղած լինել, սա միայն այն մեծ հայքի տարածքում մասին է խոսքը, այստեղ չենք ներառում Գիլիկիայի տարածքը, որտեղ գաղթավայր է ավելի ճիշտ, եւ նաեւ Կոնիա եւ Անադոլիայի այդ ամբողջ տարածքը մինչեւ Իստանբուլ, այսինքն այդ դեր թիվը շատ ավելի է, բայց մենք այդ տվյալները ամբողջական տվյալները չունենք։ Դուք նշեցիք 98%-ից ավելին, հիմա կարելի է ասել ոչնչացված է։ Հիմնական այդ ոչնչացման ալիքը երբ էր։ Անմիջապես հետո մի քանի փուլ է ապրել ոչնչացումը իրականում եւ երբ որ ասում են ոչնչացված, ավելի շատ ոչնչացման ենթակա է եղել քրիստոնեական շերտը, որովհետեւ բազմաբնույթ է, ինչպես ասեցի, եւ ամենաշատը որ փաստարկում է հայի հետքը, նա քրիստոնեական շերտն է իր հոգևոր կառույցներով, պաշտամունքային կառույցներով, եկեղեցիներով, վանքերով, մատուրներով եւ այլ պաշտամունքային կառույցներով, գերեզմանական հուշարձաններով, տապանակարերով արձանագիր, խաչքարերով, բազմահազար, այս ինչ որ ասում եմ, գերեզմանոցներ են եղել, որ հազարավոր խաչքարեր են պարունակել եւ հիմնական թիրախը այս շերտն է եղել, ինչպես նաև հայերեն արձանագրությունները այլ հուշարձանների, այսինքն օրինակ քաղաքաշինական հուշարձանների վրա, կամուրջների վրայի հայերեն արձանագրությունները, բնակելի տների հայերեն արձանագրությունները, բերդերի, ամրոցների հայերեն արձանագրությունները, այսինքն թիրախը հիմնականում այս հատվածն է եղել եւ նրանք մի քանի փուլեր են ապրել։ Առաջին փուլը հենց ցեղասպանության անմիջապես հետո էր, երբ տեղացիները նույնիսկ հրգիզում էին, թալանում էին եկեղեցական գույքերը, նաև եկեղեցիները եւ նաև բացում էին գերեզմանոցները, իսկ երկրորդ փուլը 1940-ական, 50-ական թվականներին է, երբ նաև բանակի ներգործությամբ է իրականացվել արդեն ավելի մեծ հուշարձաններ, ավելի այնպիսի հուշարձաններ, որ հնարավոր չէր սովորական գյուղացիների ձեռքով ավիրել, իրենք հզոր կառույցներ էին, Խցկոնքի վանքը օրինակ, Բակաբանի Սուրբ Հովհաննեսը, Հորոմոսի վանքը, Շիրակավանի, այսինքն բաց դեկորի տաճարը եւ բազմաթիվ են դրանք, հազարավոր են եւ սա երկրորդ փուլն էր։ Դրանից հետո մի որոշ ժամանակ դադարից հետո արդեն գանձախույզներն են, երկար ժամանակ գանձախույզներն, այս ինչ որ արդեն պահպանվել է, այս տարիների ընթացքում գանձախույզները
մի մեծ ալիք է այնտեղ եւ գանձախույզները ամեն տեղ հայերի թողած գանձի հետքերով, իբր հետքերով ավերում են եւ գերեզմանոցները, եւ եկեղեցիները, եւ նույնիսկ ավերվածներն են։ Ալիքը շարունակվում է անշուշտ վերջին տարիներին պետական հսկողությունը երևում է մի քիչ ավելի շատացել է, բայց այդ տարածվածությունը այնքան շատ է, որ հնարավոր չէ այդ ամբողջը հսկել։ Ձեր դիտարկման որպես հետազոտող, որպես ուսումնասիրող, մեր թողած այդ հազարավոր հուշարձաններից որը հատկապես կառանձնացնեի եւ արդյոք պահպանված է թե չէ։ Պահպանվածները շատ կան, այսինքն մենք զբոսաշրջիկներս որ գնում ենք արդեն Արևմտյան Հայաստան, Ախտամարի եկեղեցին է, այնտեղ Անին է իր բոլոր եկեղեցիներով, ամենափրկիչով, Մայր տաճարով, Կարսի Արաքելոցն է, Վանի քաղաքամեջի եկեղեցիներից մի քանիսն են, Մուշո Արաքելոցն է, Մշո Սուրբ Կարապետն է, ինչ որ միջափով եւ բազմաթիվ են, այսինքն Խարբերդի Սուրբ Կարապետն է, ինչ որ մի հատված, այսինքն այստեղ նաեւ դայքի հուշարձաններն են, որոնք նաեւ իշխանը, օշկը պահպանվածները, որ ասում եմ մի քանի 2-3%, նրանք եւս հազարավոր են, այնպես չէ որ որովհետեւ պատկերացրեք հազարամյակներ հայ ժողովուրդը այնտեղ ապրել, արարել եւ ամեն մի անկյուն հուշարձաններով է շենացնել։ Եվ հետեւաբար այո կան հուշարձաններ, որոնք վերականգնված են, ինչպես Ախտամարը այսօր Անիի Անին վերականգնվում է եւ տարբեր հուշարձաններ կան, Վերականգնվում է ում ջանքերով։ Եթե չեմ սխալվում, Ինալքո եւ այսինքն թուրքերն են վերականգնում, բայց միջազգային ներդրումներ կա, եթե չեմ սխալվում, վտանգված հուշարձանների այդ կազմակերպությունն է ֆինանսավորում Անիի Մայր տաճարի վերականգնումը։ Անշուշտ այստեղ էլ խնդիր կա, որովհետեւ թուրքերը իրենք չեն տիրապետում վերանորոգման հայկական հուշարձանների վերանորոգման արվեստին կամ նույնիսկ այդ կառուցման արվեստին եւ հետեւաբար այստեղ նաեւ կարեւոր է հայ վարպետների կամ հայ ճարտարապետների մասնակցությունը Ախտամարի դեպքում եղել է դա անշուշտ բոսահայ ճարտարապետներն մասնակցել այս վերջերս եմ լսել որ վերականգնման ենթակա է Սասունի Կոմոց վանքը, Մարաթուկ Լերան եկեղեցին, այսինքն իրականում կա շարժում այդ հուշարձանների վերականգնման, բայց նաև կա բազմաթիվ հուշարձաններ, որոնք դեռևս անխիթար վիճակում են։ Դուք նշեցիք հուշարձաններ, որոնք այնուամենայնիվ շարունակում են կանգուն մնալ, գուցե անմխիթար վիճակում, բայց անգամ այդպիսի վիճակում պատմությունը ձևախեղելու փորձեր են արվում, բացի վանդալիզմի փորձերից, ավերելու փորձերից։ Տեսեք, սկզբնական շրջանում Թուրքիան, երբ որ այսինքն հանրապետությունը նոր էր հիմնվել եւ հին գրքերը ուսումնասիրով ես տեսնում եմ, որ բազմաթիվ հրադարագություններ կան, որտեղ հայկական եկեղեցիները վերագրում են բյուզանդացիներին։ Ինչպես այսօր անում է Ադրբեջանը վերագրերով ալբանացիներին։ Հետաքայում նաև այսինքն ցուցանակներ էլ կան վերջերս մինչև մի 10-15 տարի առաջ շարունակվում էր այդ տենդենսը, ավելի կամաց նվազելով, որոշ տեղերում նաև արդեն գիտական շրջանակներում շրջանվում է հայկական այդ հուշարձանների հայկական լինելու փաստը եւ նաև զբոսաշրջիկական վայրերում, օրինակ հիշում եմ ես Բալուի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ ցուցանակ, որը Բալուի եկեղեցին 19-րդ դարի կառույց է։ Եվ ներկայացված էր որպես բյուզանդական եկեղեցի, երբ որ Բյուզանդիան արդեն 600 տարի չկար, այդ կառույցը Օսմանյան կայսրության ժամանակ է այդ եկեղեցին կառուցվել։ Սա վերանում է այս տենդենսը եւ նույնիսկ Ախտամարի այցելուները տարիների ընթացքում այս 15 տարի առաջվա ցուցանակը այլ է քան 10 տարի առաջվան, քան այսօրվա ցուցանակը փոխվում է նաև այդ դրական փոփոխություններ այո կան, բայց ամբողջական չեն։ Պետական մակարդակով աջակցություն
ֆինանսական առումով վերականգնման ուղղված կա, թե չկա եւ արդյոք թուրք ճարտարապետները թեկուզ սեփական նախաձեռնությամբ կապվում են հայ ճարտարապետների հետ, ուսումնասիրողների հետ, հետազոտողների հետ, թե նման գործակցություններ չկան։ Տեսեք, վերջերս անշուշտ փաստը բերանացի եմ լսել մեր ընկերների միջոցով, որ Սասունի Կոմոց վանքի եւ Մարատուկի վերականգնման, որտեղ նաեւ ցակումով հայ բնակչությունը կամ մահմեդականացած հայ բնակչությունը շատ է եւ դերևս կան նաեւ քրիստոնյա հայեր, երկու եկեղեցիների վերանորոգումը ձեռնարկել է պետությունը, բայց վստահ չեմ եւ նաեւ կան հենց ճարտարապետը Տիգրանագերցի այդպես ներկայացնող մի տղա է եւ վերջերս կապվել է մեր հետ եւ ցանկանում էր հին պատմական լուսանկարներ, որպեսի կարողանամ հատակագծեր, եթե կան, որպեսի կամ տեղեկություններ նաեւ որպեսի հնարավոր լինի դա վերականգնել ինչպես իրական է։ Ինչպես հանդիպումներ, հրավեր Արևմտյան Հայաստան ճարտարապետների ուսումնասիրողների խումբ կան, լինում են առաջարկներ։ Լինում են առաջարկներ, բայց այս պահին այդպիսի գործընթաց չի ընթանում։ Դուք ինչ աղբյուրներից եք օգտվում, ինչպես է հնարավոր լինում լուսանկարները թարմացնել, քանի որ շատ հարուստ արխիվ ունի հիմնադրամը, նաև Սամվել Կարապետյանի շնորհիվ, ինչպես է թարմացվում, առանձին մարդիկ են օգնում, գուցե Արևմտյան Հայաստանում բնակվող կամ այդ տարածքում ելումուտ ազատ ունեցող։ Տարբեր միջոցներով նախ եւ առաջ մենք ուսումնասիրում ենք հենց գրադարան արխիվային նյութերը, որովհետեւ հասկանանք, թե ինչ հուշարձաններ ենք թողել այնտեղ, որովհետեւ դրանք մեկտեղված մի տեղում չեն։ Այսինքն 19-րդ դարի մամուլն ենք ուսումնասիրում, տարբեր մենք աշխատակիցներ ունենք, որ այդ մամուլն են ուսումնասիրում, եւ նաեւ արխիվային նյութեր, արխիվային լուսանկարներ, թանգարանում պահված լուսանկարներ, եւ նաեւ տեղում կատարված որոշ խմբերի ճամփորդական նյութեր գալիս են դրամադրում են մեզ եւ այդ ամբողջով հնարավոր է լինում ամբողջացնել այդ կան նաեւ հենց տեղացի մարդիկ, որ լուսանկարներ են ուղարկում, նոր հուշարձաններ են հայտնաբերվում, հայերեն արձանագրություններ են հայտնաբերում, տեղացի հայեր, տեղացի մահմետականներ կամ տեղացի քրդեր, թուրքեր, եւ իրենք ցանկանում են տեղեկանալ, հասկանալ, թե այդ արձանագրության ինչ է գրած, ուղարկում են, փորձում ենք օգնել, որովհետեւ հիմնականում կարծում են գանձերի վերաբերյալ տեղեկություններ են, կան հնավաճառներ, հենց դերևս Թուրքիայում այսի հնավաճառներ կան, որտեղ մինչև այսօր իրանց մոտ եկեղեցական իրեր է հայտնվում, գիրառական իրեր են հայտնվում, որոնք նաև ունեն արձանագրություններ, նրանց լուսանկարներն են մեզ ուղարկում, որպեսզի նրանց փոխանցենք տեղեկություններ, այսինքն մեր նյութերի աղբյուրները բազմազան են։ Պարզ է, որ Հայաստանի ուսումնասիրողների համար բարդ թե ընդհանրապես այդ դաշտում ուսումնասիրություն իրականացնելը, բայց միջազգային կառույցները այս 110 տարվա ընթացքում երբեմն փորձել են նման նախաձեռնությամբ հանդես գալ, որպեսզի հենց այդ տարածքի հուշարձանները քարտեզագրեն, վավերագրեն, չգիտեմ, քանակ հաշվեն։ Տեսեք, այդ ուղղությամբ ամենակարևոր գործը կատարել է Ժան-Միշել Թիերին 50-ական թվական մինչև 70-ականներ էլ եւ նաեւ թուրքական պետության հրամանով եւ Ֆրանսիայի պետության աջակցությամբ իրականացրել է բազմաթիվ արշավներ դեպի Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներ եւ չափակրել է եւ լուսանկարել է այդ ժամանակ պահպանված հուշարձանների որոշ հուշարձաններ, թեկուզ ինքը տեսել է, դրանից հետո են ավերվել եւ այդ արխիվը այսօր բազմաթիվ գրքեր է հրատարակել, կան այդ գրքերը, իր արխիվը վերջերս եւս մի մասը Արմենիա ծրագրի շրջանակներում պահպանվում է եւ այսօր իր արխիվը նաեւ մեծ մասը դերևս ուսումնասիրված չէ, բայց այսինքն այդ գործն շուտով գիտեմ, որ իրականացվելու է։ Այսինքն ամենակարևորը Ժան-Միշել Թիերին է, որ երևի բոլոր գավառներում եղել է Արևմտյան Հայաստանի
եւ հազարավոր լուսանկարներ ունի, պատկերացրեք այդ ժամանակ թվային չէր լուսանկարները, ճանապարհները դժվար, երբեմն ոտքով, երբեմն ձիով, ավանակով եւ ինքը լինելով բժիշկ մեծ գործ է կատարել, դրանից հետո կան նաև Կունեյոն կա, տարբեր մարդիկ կան, բայց Ժան Միշել Թիերիի աշխատանքին ոչ մեկ չի հասնում։ Մարդիկ, իսկ կառույցներ, միջազգային կառույցներ։ Միջազգային կառույցներ ինձ չի հանդիպել, որովհետև արդեն իրականում բարձրաձայնողը պետք է լիներ հայ ժողովուրդը եւ հայ ժողովուրդը ցեղասպանված վիճակում հազիվ թե իր գոյությունը, իր ինքնությունը պահպանման խնդիր ուներ եւ երգիրը մինչեւ 50-ական 60-ական թվականներ փակ էր նաեւ եւ սփյուռքահայերի համար եւ նաեւ սովետական Հայաստանի մասնագետների համար եւ այդ ընթացքում արդեն այդ տարածքները հայտնի էլ չէր ինչ վիճակում էր, այսինքն ոչնչացումը դրանից հետո է կամաց բացահայտվել եւ արդեն ժամանակը անցել եւ այսօր ենք մենք այդ թեմայով խոսում եւ երևի մի անցած 20-30 տարիներից սկսած այս թեմայով սկսել ենք խոսել դերևս մենք։ Խոսալուց բացի էլ ինչ կարող ենք անել մենք, լինելով այստեղ, այնտեղ մեր ունեցածը գոնե եղածը պահպանելու ուղղությամբ։ Ես կարծում եմ առաջին հերթին մենք պետք է պահպանենք այնինչ որ ունենք մենք այսօր, որովհետև այս մեր Հայաստանում է, որ հնարավոր է պահպանել մեր հուշարձանները, ինչպես մենք ցանկանում ենք։ Այսինքն հայկական բարձրավանդակի միակ վայրն է, որ հայկական մշակույթը, հայկական հուշարձանները հնարավոր է պահպանել, ինչպես հայ ժողովուրդը ինքն է ցանկանում։ Եվ դրանով մենք պետք է սկսենք եւ դրանից հետո ես կարծում եմ, եթե Թուրքիայի Հանրապետության տարածքում այդ հուշարձանները մենք հնարավորինս պետք է կարողանանք շփում հաստատել այդ հանրապետության ղեկավարության հետ եւ նաեւ հայ համայնքի, այդ Թուրքիայի հայ համայնքի հետ, որպեսզի իրենց միջոցներով նաեւ հնարավոր լինի պահպանել այլ ինչ որ մնացել է։ Ու վերջին ամփոփիչ հարցը երկու պետությունները քննարկում էին Անիի կամուրջը համատեղ նորոգելու հետ կապված հարցերը ու կարծես նախագիծ են մշակել որպես խորհրդանշական մեկնարկ ձեր դիտարկմամբ, ձեր գնահատական այդ քայլին։ Տեսեք, դա հիանալի մոտեցում է եւ ես կարծում եմ, եթե Թուրքիան այո անկեղծ է, որովհետեւ այստեղ ամենակարևորը անկեղծությունն է։ Երբ որ մի հանցագործություն ես կատարում, այդ հանցագործությունը դու պետք է հասկանաս, որ հանցագործություն է, դու պետք է կարողանաս դա շտկել, հետևաբար եթե դա կամուրջի կառուցումը այդ տարիների ավերումների հետո այդ հանցագործության ուղին փոխելու շտկում է եւ շտկում է դա, ես համաձայն եմ դրան եւ ես կողմ եմ, որ սկսվի Անիի կամուրջով եւ շարունակվի այն հուշարձաններով, որոնք դերևս պահպանվում են։ Շնորհակալություն։ Ես զրուցում էի Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի համատնօրեն Ռաֆիկ Քորթոշյանի հետ։